Փառք Նժդեհին։ Բանից պարզվում է, որ իսկապես աշխարհը հազարամյակներ միշտ հասկացել է, որ հայի միասնությունը դա շատ մեծ գործիք է հայի համար եւ միշտ ջանացել է հային պառակտել։ Իրենց ուշ ու միտքը անգամ պարսիկները պատերազմում, հիշում եք, Արշակ երկրորդի հետ պատերազմում պարտվեցին, բայց կանչեցին, գցեցին զնդանը, չէ՞։ Փորձեցին կիսել, տրոհել, պարսկասերներ, հռոմեասերներ։ Այսինքն, եթե գնանք մի քիչ էլ առաջ Հուլիոս Կեսարի ժամանակներ, մարդը հայ մարդու, հայ ժողովրդի միասնականության համար ինքը արտահայտություն է արել, շատ հնչեղ։ Եվ այսօր որ նայում ենք մեր պատմությանը, մեր պետության չափերին, հասկանում ենք, որ իսկապես հազարամյակներ ջանացել են, որ մենք միասնական չլինենք ու արդյունքում մենք ունենք մի փոքրիկ պետություն, ընդհանրապես։ Չնայած այս աշխարհում, այս դժնդակ ճանապարհին ունենալով տասնյակ հազարավոր տարիների արդեն ընդգծված ցեղ մարդու տեսակ, ազգ ու այսօր ունենալ պետություն նման, դա մեծ փառք ու պատիվ է։ Բայց մենք կարող ենք ավելի մեծ եւ ընդարձակ եւ ինչու՞ չէ համար մեկը լինել աշխարհում եւ ոչ թե Ամերիկան կամ չգիտեմ Չինաստանը կամ մեկ ուրիշ այլ գերտերություն։ Եվ ինչն է մեզ խանգարել իսկապես միասնականությունը։ Եթե այսօր նայում ենք, այդ միասնականության դեմ կռիվ է տալիս հենց մեր իշխանությունը։ Պարզ եւ հասարակ, այսինքն ոչ թե ինքը, այլ ինքը իսկապես միշտ կատարող է, ինքը չունի այդ ուղեղային կենտրոնը, դրսում է այդ կենտրոնը, թշնամու մոտ է։ Հասկանում եք, իրենք միշտ եղել են ասենց կողքից, հասկանում եք, ընդդիմադիր պատգամավոր են եղել կամ չգիտեմ ինչ են եղել, բայց եղանակ չստեղծող են եղել, ուղղակի կողքից շատ կներեք, այն որ շները կռվում են, կողքից մի քիչ հեռու մի քանի շունել այնց թույլիկներ հաչում են ընդհանուր երևույթի վրա։ Կոպիտ համեմատություն է, բայց շատ տեղին համեմատություն է, բայց ստացվեց այնպես, որ հենց այդ կողքի թուլեկին բերեցին, դրեցին պետության գլխին, որ պետությունը ավերվի։ Եվ ինչպես է մեր միասնականությունը խաթարվում։ Հիշում եք, սրանք հենց բեմահարտակից սև ու սպիտակը միանգամից եկած օրվանից մտցրեցին։ Դա հենց առաջի քայլն էր հայ ժողովրդին պառակտելու։ Իրենք չասեցին նախկիններ Ռոբերտ, Լևոն, Սերժիկ այն ժամանակ, դեռ հələ Նիկոլը նախկին չէր։ Այսինքն նախկիներ չէր երևում։ Նրանք մի ամբողջ բանակ առանձնացրեցին եւ դե նախկինները մի քանի կուսակցություններ են անդադիշխել Հայաստանում։ Ասենք դարքնագներն ու հանրապետականները միշտ օրինակ երկիրն է խառնվել, Բարգավաճ Հայաստանն է խառնվել, դուրս եկել, հա, այն մանր-մունր մարդ կուսակցություններից, Գեղամյան կլինի, չգիտեմ եսի ինչ կլինի, նրանք էին, չէ, մեկ հայհոյում են, մեկ գալիս են այդ հանրապետության, այն հանրապետական կուսակցության խմբակցությամբ հայտնվում էին խորհրդարանում։ Այսինքն իրենք պառակտեցին ամբողջ դաշտը եւ մինչեւ օրս պառակտած պահում են, որ հայ ժողովուրդը չմիավորվի։ Եվ երբ որ խորանում ես, ասում ես, ինչ է, ասենք, նախկիններ ասածը։ Երբ որ նախկիններ ասածից այդ Լևոն, Ռոբերտ, Սերժիկին վերցնում ես, դա գմնում է ժողովուրդ։ Բայց իրենք դրանց չեն վերցնում։ Վերցնում են մի ամբողջ կուսակցություններ եւ թշնամություն սերմանում ժողովրդի մեջ։ Իրենք ապականել են պետության գաղափարը եւ կուսակցության գաղափարը։ Նիկոլական պատգամավորը, դու հենց լավ էլ Նիկոլը, խոսում է լափամանից, ժողովուրդ։ Հասկանում եք, պետ բյուջեն կամ իշխանությունը իրենք համարում են լափաման։ Այսինքն իրենք այսօր այդ լափամանի մոտ կանգնած են, իրենց ասած լափամանի մոտ, եւ ասում են, լափամանից կտրվել եք, ջղայնացել եք, ագրեսիվացել եք։ Եթե դու այդ բյուջեն, որին այսօր դու ես տնօրինում, այսինքն տնօրինել չի, թալանել է, վատնել է,
կամ այդ իշխանությունը, որ դու օգտագործում ես յոկուտ քեզ, եթե դա դու լափաման ես անվանում, այդ նշանակում դու ես այսօր այդ լափը ուդում, ուրեմն դու ես անասուն։ Բարը երբ որ օգտագործում են լափաման, սա արժեզրկում է պետականությունը, գաղափարը, պետականության, պետության գաղափարը։ Եվ այստեղից արժեզրկվում են նաև կուսակցությունները։ Մարդիկ կուսակցություն այս քաղաքական, ինչ քաղաքական, արդեն Ալիևը պատրաստվում է ամեն ինչ վերցնի, այդ մարդը չի ուզում հետաքրքրի քաղաքականությամբ։ Պետք է գան տունը ձեռքից վերցնեն, նոր ասի, վայ, բայց ոնց եղավ։ Պետք է ասեն, բա չէիր հետաքրքրվում է, չգիտեիր Ալիևն ինչ պահանջներ է դրել, քո սիրելի Նիկոլն էլ ոնց է համաձայնվում։ Այսա է քաղաքականությամբ չհետաքրքրվելը։ Եվ իրենք ինչ են արել։ Այդ լափամանը դե բնականաբար քաղաքական թիմերն են, չէ, պայքարում իշխանության գալ։ Եթե նա դառնում է լափաման, այդ լափամանի համար պայքարողներն էլ դառնում են հեղինակազուրկ կառույցներ։ Այսինքն մարդուն այնպես են անում, որ ինքը չեզոք մնա։ Հենց որ ասում են դու կուսակցական ես կամ ես ինչ կուսակցություն հարում, աչա, բայց այդ տղեն եմ, որ ես ինչ կուսակցությանը հարեմ, օրինակ։ Բայց սիրելի հանրություն, աշխարհի բոլոր նորմալ երկրներում, գերտերություններում քաղաքականությունը կուսակցական հակամարտությամբ է առաջ գնում։ Եվ եթե չլինեն կուսակցությունները եւ չունենան ծրագրեր, ծրագիրը դա խումբն է, որ մի հոգին չի կարող նստել ծրագիր գրել, ու այդ ծրագրով ինքը մենակ առաջ գնա։ Դա պետք է թիմ լինի։ Թիմ մարդիկ նստեն, վերցնեն, դնեն, քննարկեն, վիճեն, բանավիճեն, հակադարձվեն, որ ճիշտը ծնվի։ Դրա համար խումբ է պետք, մի հոգի չի կարող գնել։ Ասենք Չինաստանը չի էլի այս երկիրը կամ աշխարհում։ Հասկանում եք, մի հոգին ի վիճակի չի, որ ամեն հարցում խելացի եւ ճիշտ լինի։ Այսինքն խումբ է պետք։ Ախր այդ խմբի անունը կուսակցություն է։ Բա որ կուսակցություն չլինի, պետական քաղաքական ապագան ո՞նց պետք է քննարկվի։ Մարդկանց միջև պետք է քննարկվի, մի հոգի չպետք է, ասենք Պուտինի պես չլինի ասի, այսօր սենց են կանում, վաղն են կանում, տեսնում եք ինչ վիճակի է Ռուսաստանը։ Հասկանում եք, չէ՞։ Այդ մի հոգու որոշման հետևանք է։ Չկա այնտեղ դիմադրություն։ Այնտեղ ինքը այնպես է ավիրել Ռուսաստանում ընդդիմադիր դաշտը, որ իր սխալները իրեն ցույց տվող չկա։ Իր կողքի կանգնած մարդիկ էլ վախենում են ասեն։ Նորմալ պետությունը պետք է առողջ ընդդիմություն ունենա։ Առողջ ընդդիմություն, որ այդ իշխանության սխալները, թերությունները, այդ իշխանությանը ցույց տա, թեկուզ քննադատելով, դու թեկուզ հայհոյելով, որ մարդը զգա այդ իշխանության մարդը զգա, որ ինքը սխալ տեղ է գնում։ Ուղղի, եթե հայրենասեր է։ Հիմա գալիս ենք մի եզրակացության, որ ապականվել է պետական հասկացող, պետություն հասկացողությունը, հենց լափաման արդայնությամբ, Նիկոլը եւ նիկոլականները շատ են օգտագործում։ Ասում են լափամանից կդրվել են։ Այսինքն եթե Ռոբերտը, Սերժիկը, Լևոնը լափամանից կդրվել են, Նիկոլը լափամանի մոտ է։ Այսինքն մի անասուն էլ Նիկոլն է, չէ՞։ Ուրեմն մենք դադարում ենք պետբյուջեն կամ պետությունը լափաման ասելու ժողովուրդ։ Եվ երկրորդ, կուսակցություններն են ծնում ծրագիր։ Եվ այդ ծրագրերը պետք է հակադարձվեն իրար հետ, որպեսզի ծնվի ճիշտը։ Ու որպեսզի ասենք այդ նախկին ներկա խաղը չտարածվի հասարակության մեջ, մենք պետք է գործ ունենանք ընդհանրապես Լևոնի, Ռոբերտի, Սերժիկի, Նիկոլի հետ։ Հասկանում եք։ Այսօր ինչու են եկեղեցուն հալածում։ Որովհետև այն որ մարդկանց հիասթափեցրել են քաղաքականությամբ հետաքրքրվելուց կամ կուսակցությունների հետ շփվելուց, այդ մարդիկ չեզոք են մնացել։ Ու բանից պարզվում է չեզոք մարդիկ եկեղեցու հետ կապված են։ Որքան էլ տարօրինակ է խորհրդային միության փլուզումից հետո հայ մարդ փաստորեն շատ մարդ կա որ եկեղեցի է գնում։ Նիկոլը չէր գնում, չնայած ինքը հեսա կդադարեցնի, երբ որ Աստված մի արած է, ինքը իրան հաջողվի, էլ ինքը պատարակների չի գնա, իր գործը ավարտեց, իրան պետք է պատարակ գնա։ Գնացող լիներ, այս 100 տարի կգնար էլի։ Հասկանում եք, այսինքն ժողովրդի մի ստվար զանգվածի չեզոքացրել են սրանք, որ ոչ մի բանը չի խառնվում։ Բայց վտանգ են տեսնում, որովհետև եթե կաթողիկոսը հանգարց քնի վեր կենա մի օր ու ասենք հայրենասիրություն, ասենք զգա որ ինքը հանցագործ է, ուզում է շտկի, ուզում է
ապաշխարի ուզում է վերականգնի ամեն ինչ։ Մարդը էլի չեք կարող ասել, էլի։ Չնայած մի քիչ դժվար է մեզ դա պատկերացնել, բայց հնարավոր է, էլի, ասենք, վեր կենա ու զանգերը հնչեցնի։ Ես որ ասում զանգ հնչեցնի, սա հասարակ երևույթ չէ, հենց զանգը ֆիզիկապես որոշեն Հայաստանի տարածքի բոլոր եկեղեցիների զանգերը հնչեցնեն։ Դուք կտեսնեք մարդիկ առանց մտածելու տներից դուրս են գալու հավաքվեն միտեղ։ Եթե ցա անի գարեգին բն։ Այսա այդ չեզոք մասան, որ ոչ մի կուսակցություն, այսինքն խրդնում է շատ կներեք արտադրության կուսակցություններից, որովհետեւ մեկին մոտ չի ուզում գնալ, բայց եկեղեցուն մոտ է։ Ինքը գնում է եկեղեցի։ Ինքը ընդունում է եկեղեցին, ու եկեղեցին սրանց կարող է օգտագործել։ Այսինքն դարձել է մի հատ եկեղեցին էլ իր հերթին ոսոր մի կուսակցություն։ Պատկերացնում եք։ Այսօր համար է հալածվում եկեղեցին։ Եվ ասեմ պարզադիր չի գարեգին բն զանգեր հնչեցնի։ Մենք պետք է փնտրենք գտնենք այն հոգևորականին, քանի Նիկոլ բոլորին չի ավիրել, դեպի իրեն տարել, մնացածին տարել, կալանավորել։ Մարդ հեղինակություն պետք է գտնենք եկեղեցում, որ եթե Նիկոլին հաջողվի գարեգին բին ինչ որ կերպ տանը թեկուզ բանտախոց, մենք այդ մարդու հետևից գնանք, պարտադրենք ինքը առաջ գնա, որ Նիկոլը չկարողանա իր մարդուն առաջ բերի եւ զանգերը հնչեցվի։ Շատ կարևոր է։ Այդ զանգերը փրկեցին 18 թվին ստեղծվեց առաջին հանրապետությունը։ Մեռելին արթնացրեց։ Մեռած մարդուն, անհույս մարդուն ցնցեց, ասես վեր կաց։ Կամ մահ կամ ազատություն։ Հասկանում եք։ Իսկ հիմա Նիկոլը ասեք չի ասում Արամի պես կամ մահ կամ ազատություն, ասում արա քեզ քույնչին է պետք։ Ինչ բարձր է անունը Հայաստան լինի, թող Ադրբեջան լինի, թող Թուրքիա լինի, դու կարող ես դու ապրես քո կյանքը գնաս մեռնես անհետ կորես այդած քո որտեղ խած այնտեղ կաց։ Հասկանում եք, տեսեք ինչ սարերի ձորերի արժեքային տարբերություն կա։ Եթե Արամ Մարուկյանը այդպես մտածեր, Հայաստան առաջի հանրապետություն չէր ծնվի, այսօր Հայաստան չէր լինի, այսօր հայ չէր լինի, ոսկի Նիկոլ չէր լինի։ Ուրեմն եկեք պայմանավորենք, որ ոչ պետությունն է լափաման, ոչ կուսակցություններն են քղկան հպատակ կուսակցություններ, այսինքն հպատակությունը մեղմ ասած ոչինչ, բայց չէ, ոչինչ չէ, բայց կան կուսակցություններ, որոնք ստեղծվել են հենց թշնամու կողմից։ Մեկը հենց ԿՊ-ն։ Բայց կան, չէ, ասենք կուսակցություններ կան, խմբեր կան, ՀԿ-ներ կան, չգիտեմ, ես ինչ շարժումներ կան։ Պետք չէ դրանցից երես թեքել։ Ամոթ բան չէ այդ։ Միասնությունը պետք է վերականգնվի։ Եվ այստեղ եկեղեցին շատ մեծ դերակատարում ունի։ Շատ մեծ։ Էլ եմ ասում, բյուջեն լափաման չի, կուսակցություններն էլ ամոթի բաներ չեն, էլի, այդպես խմբակներ չեն։ Այնտեղ է ծնվում պետությունը պահելու, զարգացնելու գաղափարը։ Մեկը ճիշտ, մեկը սխալ, մեկը լավ, մեկը վատ։ Դրա համար պետք է լինի մրցակցություն։ Մի խուսափեք իրար հետ շփվելուց։ Մնաք խաղաղությամբ։